Սիրելիներս բարի լույս, այսօրվա իմ լուկը սա է, վայ չեք տեսնում, սպասում եմ Այդային և Նոնային և մենք այսօր սկսում ենք մեր նորից շրջագայությունը, այսօր ես ունեմ մանիկյուր հանդիպում, հակել եմ ես լայն տաբատը, white leg-ը, իմ հավաքածուիս վերնաշապիկը, հավաքածուիս ժիլետը, կաբոսկի, ինձ մնում է միայն և միայն մի հատ գլխարկել դնեմ, մի հատ էլ գնամ գլխարկս բերեմ, տեսնեմ ոնց է սազում հետ երեխեք, մի վարկյան։ Գնացեք մի քիչ պրպրացեք։ Այս շալվարքի շատ սազ։ Գատե դրան ոնց են դնում։ Ուղիղ սենց։ Ուղիղ բացրացի ու գնում այս ուղիղ։ Այդան ու Նոնան գնացին մանգալու, մենք էլ մնացինք երկուսով, հիմա բանը, Նոնաս վրա ճղայնան, այն որ տեսար, որ ես ատենց բան չկա, կանաչի կտրեմ, եղունգս չկնա կտրեմ։ Չես կտրայ սանքա։ Կտրեցի, մի քիչ գնացի վրաս խարտեցի։ Դե ասա տեն ես Էդի չէ էսի էր։ Հաստատ էսի էր, բայց էսի ալցել է։ Հա, էսի, բաղդում։ Տենում ես։ Էդի էր, ճիշտ արդես ծենց էի, կտրուկ դանակը գնաց։ Այ աստված է, մամատ վերջնա, Գնա հասնի մարդարոպոր, ով է խմի հետ։ Պատկերացնեք երեխեք մեր լավ հետևորդուհին Ռուզաննան, նստում է ինքնաթի, գնում է փեսանտը, անում է առավոտը գիշերվա 3-ին դուրս են գալի, որ 5-ին հասեն այրոպորտը, որ 7-ին պիտի թռնի իրա թռիչքն է, գնում է իրա քրոջ մոտ։ Գնում են, բան ասում են մի հատ սուրճ խմեք, նստում է անենց այնքան սուրճ է, ժամանակ ունեն, հետո գնում են, որ մոտենան արդեն, իրան թվում է, թե էդի մետրոյ է, էպիտ ես մեկը բաց կողեց, են մեկը կնզի, ասում է Սյուզին, անեց մունատ գալով, ասում է ոնց, ասում է, ես մենք կոֆե ենք խմում, բայց էդ կինն ասում է, բայց ես սաբանոտ արդեն օթում է, բայց կա չեն անուն ազգանունը, հաղորդում են անուն ազգանունը, որ ռեգիստրացիա չի եղել, ինքս տեղում է, ոնց անուն ազգանուն ասել ես, բայց ինքը բագաժ չի տալի, բագաժը պտի տա ինքը չի, մորացել է խի են հավաքվել այրոպորտում։ մորացել է ջոգում եք երեխեք, վայ Ռուզան, մորացել է թե խի են հավաքվել այրոպորտում։ վայ Ռուզանը չկա, զոյ է չկա։ Խորացված սուրճ են խմել։ Բայց գիտես էդի շատ ուժեղ լյուքս է, գնաս 2 ժամ սուրճ խմես այրոպորտ, հետ Ինքը գաս։ ասում է ով կա, մանթոյից էլ չի մարդ։ Դե ով կարա իմ նման գնաս սուրճ խմի ու գա։ Հասնի այրոպորտ։ Սուսին ասում է զարգինայի վրա ջղայնանն է, բա ես սա չեք։ Ես չգնացի, ես չթռա։ Բայց մյուս անգամ Սուսի ջան հետները գնա։ Ես ասի, Ասում է երեխուն ուղարկի ջերի դու հետևից գնա հիմա։ Այս անգամ ասեցի Տոմսը նորից առա ժողովուրդ ջան հաջորդ օրվա համար, որ պիտի ինքը գնացի, եթե դու ես անգամ ես ուշացել, քո տեղը ես եմ գնում։ Դու կմնաս երեխեքի հետ։ Այնքան շուտ է գնացա այրոպորտի դռներից բաց եմ ապել։ Բաց եմ ինքը դա բաց եմ մտե։ Լավ թրել է նորմալ ամենը թրիչ կդե լավ։ Քան ժամ է, ստեղից մուխ է, մի ժամ, մի ժամ, դրանից էլ 2 ժամ։ Հա, Պրիբալտիկա է, այլ Պրիբալտիկան всё-таки հա, Հայաստան չի։ Իրանք որտեղ են տալի։ Հա? Տալի։ Չէ, բանի Ռիգա։ Ռիգա, Տե Ռիգա, Ռիգա իչքան ենք եղել։ Հա, մաման ասում է։ Ուլյանը Սիմյոնովան ողորմի իրան, ես վերջերս մահացա։ Քանի 4 անգամ, թե 3 անգամ Օլիմպիադայի չեմպիոն։ Անկան լավն էր, որ անդհատը դե ինչ անենք, ուրիշ վայրան չունենք երեխեք ջան, այսօր հիշողության մեջ ընկան գացակի գլուխս ցաված, որ ողորմածիկ մարզի չէ, դե բնականաբար հետևից բոյովն էր պաշտպանում, դիմացից ես պիտի պաշտպանի, այսինքն իրա դիմաց կաննող աղջկան դա կապ չուներ, ինքը 1.60 էր, 1.70 էր, ինձ էր տվել, որովհետև ես պիտի համ հասցնեի մինի պաշտպանեի, համ հետ գայ Ուլյանային 2.24 բոյը, դա ու տենց շուր էր գալի ու քցում էր, ես պիտի ամեն ինչ անել, որ չքցեր, բայց ինքան է բարի աղջիկ էր, մի հատ որ խփել էր, ես 5 կիլոմետրի վրա կտրնեի, բայց ոչ մեկին չէր խփում, ինչ անեմ, ինչ չանեմ երեխեքի ջան, ձեր հնարամիտ Անահիտ, հա, Ռիգայից է, ինչ անի ձեր Անահիտը, որոշեց իր հայկական խորամանկությունը մեր դնի առաջ տանի եւ քանի որ Իլյանը Սիմոնովայի ոտքերի ռազմերը 54 էր, դե այդքան բոյով, հա, ես այսինքն հետևում տեսել եք նկարներ գցել եմ,
Ես պաշտպանում եմ իրանց այս մեջքով, ես երկու կրունգով կանգնում եմ իր ոտքերի վրա, որ ինքը չշարժվեր, ուրիշ վայրաչներ, թե չէ դու գանք Բա չէր ասում է տենց իրավունք։ Բա չէր կարող շարժվել, հետո ինձ մի անգամ հրեց իրան տվեցին դուգանային նետում, հետո ինչ անեմ, ինչ չանեմ երեխեք ջան, ձեր Անահիտը մյուս հնարավորությունը, կճմտում էի անտատ։ Հետո շուրեկավ ասեց, Անյա, пожалуйста, ну хватит же, ինձ Անյային ասում է սովետական միլիցիան հավաքականի անդամները։ Ժողովուրդ ջան եկա մեքենայի մեջ, մանիկյուրը շատ սիրուն էր իմ սիրուն Սյուզիի։ Հիմա ինչ է անում ձեր Անահիտը չկան, սպասում է իմ քրոջս եւ նոնային։ Ասեցի ժամը 12-ին կլինեք պարկինգի մոտ։ Պատկերացնում եք դեռ չկան։ Բայց տարօրինակ է որտեղ են։ Ինչքան է մեր մոտ 9 աստիճան է դուրս է գրվում, բայց չեմ կարծում, որովհետև լավ տաք է, այսօր 18 աստիճան են հաղորդում։ Ես ռեստորանը ռեզերվ եմ արել 12-ից 15 րոպե։ Եթե ուշանանք, ահա որ է, դրանք չեն սիրում ուշանալ, բայց ուր են մերոնք, գզե անի, ես երևի գիտեք ինչ, սկսեմ արդեն առաջ գնալ, որ իրանք տեսնեն ինձ եւ կանգնեմ, սպասեմ իրենց։ Պատրաստ եմ էլի մեքենան դուրս գալու։ Սիրելիներս, ձեր գրածներին անգամ չեմ կարդացել, թե դուք ինչ եք գրել, այսօր ուրբաթ է եւ ես դեռ ոչ մի բան չեմ տեսել, չեմ կարդացել, որովհետեւ բավականին, ինչպես տեսնում եք, զբաղված եմ, դե որ մեկը կա, որ մարդ կա, որ դուրս է գալի մանգալու վերջի շրջագայության, մի քիչ դժվար է, ամեն վարկյանը լարված պիտի նենց անես, որ մարդուն ամեն ինչով բավարարես, տանես, մանտաս եւ այլն։ Դրա համար էլի գոնե մի 5 րոպե ժամանակ եմ տալիս ձեր համար, սիրելիներս։ Ժողովուրդ ջան, եկել ենք այս մեր ճանաչված ռեստորաներից մեկը, որը որ այդ ղեկավարը ինքը գաստրոնոմիկ ռեստորան ունի եւ որոշել է բացի այս երկրորդը եւ սպասում ենք կարտոֆիլին, բայց կարտոֆիլը դեռ չկա։ Այս ամեն ինչը տնական է, երեխեք ջան։ Բերեցին սալատ, մենք խնդրեցինք ավել էլի, որպեսզի շատ պրիպիտնի չլինի եւ կարտոֆիլ։ Երեխեք այնքան կերանք, ուղղակի սենց դեսերտը շատ էր, բայց ոչինչ, կարևորը որ լավ ժամանակ ենք անցկացնում։ Հիմա գնանք մայրիկի ծննդյան տարեդարձի դեկորացիաներն առնեմ։ Գնեմ ամբողջ սարոշկայիս վրա կեղտ եղավ շոկոլադ։ Տենց բաներ, ես լավ եղանակա, բայց որ կանգնում ես հովի տակ, մրսում ես մի տեսակ։ Հետա մանիկյուրներս շատ գեղեցիկ եղավ իմ սիրուն Սյուզին, գույնը լավն է շատ։ Շրթունքներս է շատ ասազում։ Տեսնեմ գալիս են ժողովուրդը, չէ չկան։ Ես գնամ մեքենան կանգնացրել եմ միտեղ, բայց չգիտեմ, այդտեղ իրավունք ունեի կանգնացնելու, թե ոչ։ Հետա հիմա գնամ տեսնեմ ինչ եմ գնում, մի երկու բան եմ ուզում գնեմ, որ անձեռոցիկ, սփռոցը եւ մի քիչ փոքրիկ դեկորացիա։ Երեխեք, շատ ուտելը շան փեշակ է։ Շատ ուտելը շան փեշակ է, երեխեք ջան։ Ես ուղղակի սովա ինձ մեսաժ ուղարկել մի վարկյան։ Նախքան տեղադրելը Սուսաննայի գլուխգործոցները, թե ինչպես է ինքը իր դեկորացիան անում, մի քանի փայտիկով, մի քանի գեղեցիկ ծաղիկներով, ես պետք է տեղադրեի եւ տեղադրելուց առաջ ցանկացա որպես բացատրեմ, ասեմ, Սուսաննային խնդրել էի, որ ուղարկեր վիդեոներ, ուղարկեր, դուք էլ կտեսնեք, թե ինչպես է նա աշխատում, որ ամեն ինչի մեջ կա ուղղակի մի քիչ երևակայություն եւ համբերություն։ Ահա սիրելիներս, հիմա ես տեղադրում եմ Սուսաննայի վլոգը եւ մի փոքրիկ իր հետ։ Մենք այսպեսի փայտի տեսնում եք կոճղեր։ Եվ ինչպես, չգիտեմ, Անահիտը կարծեմ ասել էր, իմ շատ լավ կերասի ծառ ունեի, ծառը մահացավ։
այսպես ասած, շունչը փչեց, մենք էլ որոշեցինք այն կտրել, բայց ես որոշեցի իմ գիլասի ծառին ուրիշ շունչ տալ եւ որպեսզի գիլասը ապրի նաեւ մեր բնակարանում, մեր տանը, մեր սրտերում եւ մեր հոգում։ Հետո ուրիշ բաներ էլ եմ արդեն մտահղացումներ ունեմ, դա ես ձեզ հետագայում ցույց կտամ, ուզում եմ ծաղիկների պատվանդան նաեւ պատրաստել։ Ուրեմն այսպես, վերցնում ենք ծառի կոճղը։ Ես վերցրել եմ 3 կոճղ։ Եվ այս նույն կոճղերի վրա ես նաեւ անում եմ նոր տարվա կամ ամանորի, մի խոսքով գեղեցիկ զարդարանքներ եմ կատարում։ Այս անգամ մենք պետք է անենք զատկի համար, որպեսզի մենք արդեն գիտենք գարուն է, անցնում ենք դեպի ամառ, ուզում եմ այդ թեմաների մեջ մնանք։ Ես վերցրել եմ այսպիսի կոճղ, նայեք, վերցրել եմ նոր ծառի այդ ճյուղից, ես նախապես արդեն սրանք ամրացրել եմ, ուղղակի ձեզ ցույց տամ։ Սա, ուրեմն այստեղ փչակը մի թեթև փորել եմ, փոքրիկ այսպիսի տախտակի կտոր եմ վերցրել, որ մի խոսքով նայեք, տեսեք, այսպես ամրացրել եմ։ Գլխիկը, տանիքը, ինչ եմ անում, ուրեմն տանիքը վերցրել եմ այսպիսի, տեսեք, շիշկաներ, կտրել եմ գլխիկը, մի խոսքով դրել եմ այստեղ, բայց հիմա պետք է այստեղ գեղեցիկ սալիկներ պատրաստենք, ինչ, ուրեմն վերցնում եմ սա, այս մեծ շիշկաները, հանում եմ սրանք, մեկ-մեկ, հանում ենք, և պետք է այսպես կպցնենք, նայեք, այսպես կպցնում ենք, սոսնձում եմ, սոսինձը օգտագործում եմ տաք սոսինձ, այսպես, տաք սոսինձով, հիմա սկսենք առաջին գործողությունը, ուրեմն, դնում ենք, այսպես, ես նորից մոռանում եմ, հագնեմ այդ մատի պաշտպանիչները, հիմա սիլիկոնից առել եմ հատուկ մատի պաշտպանիչներ եմ առել, որովհետև ահավոր տաք է, այրում է, և սրա միջոցով ես այսպես ամրացնում եմ, և այսպես հերթով ամրացնելով կբարձրանամ և նորից ձեզ ցույց կտամ։ Սա դեռ առաջին կոճղն է, ես պետք է պատրաստեմ նմանատիպ կոճղեր, նաև 3 կոճղ եմ պատրաստելու, դրանք ձեզ հետո արդեն դրանց գործողություններն առանձին ցույց կտամ։ Հիմա ես այս տանիքը կպատրաստեմ և կանցնենք հաջորդ թեմային։ Հաջորդը լինելու է սա։ Ուրեմն ես վերցրել եմ նորից մի կոճղ, նորից կտրել եմ այստեղ այսպիսի կոճղիկ, կարող եք սոսնձել, կարող եք նույնիսկ ձեր ամուսիններին խնդրեք կամ ինչ-որ տղաներին, որպեսզի դուք ինքներդ էլ կարող եք անել, այսպես տեսեք տակից մեխով ամրացրել եմ։ Սա, ինչ եմ արել, վերցրել եմ 2 պարաններ, այսպես տեսնում եք 2 պարան, և վրան փայտիկներ, տեսեք, պաղպաղակի փայտիկներ կան, կամ ինչ կգտնեք ձեռքի տակ, ասում եմ, այս աշխատանքը սիրում է մտահղացումներ, ուղեղը մի քիչ զարգացնել, հիշել, մտածել, թե մեր շրջապատում նայում եք ձեր կողքերը, գտնում եք ինչ-որ մի իր և այդ իրը դարձնում եք, կենդանություն եք տալիս դրան։ Ուրեմն նայեք ինչ եմ արել, այսպիսի աստիճաններ, այստեղ 2 հատ ճյուղիկներ եմ դրել, տեսեք, մեծ կոճղի վրա 2 ճյուղ եմ ամրացրել, այսքան պարզ, հասարակ, սա էլ մյուս, բայց դեռ չենք ավարտել վերջնական գործողություններ, արդեն կամ ընթացքը ես ձեզ կցուցադրեմ։ Հաջորդը վերցրել եմ այսպիսի նորից, տեսնում եք, էլի նույն կոճղի վրա, ճոճանակ եմ պատրաստում այստեղ, սա ճոճանակի ներքևի մասն է, և արդեն պետք է թելերով, պարաններով կապեմ, ու արդեն նորից կհանդիպենք հաջորդ էտապում։ Տեսնում եք, այսպես, հետո արդեն, որ ես վերջացնեմ ամեն ինչ, ամենավերջում ցույց կտամ մեր տան ձևավորումները և մտահղացումները, որոնք կարող ենք անել։ Գիտեք, խանութներում վաճառվում է, կարող ենք գնել, պատրաստել, բայց ես շատ եմ սիրում, երբ որ ցանկացած զարդարանք, ցանկացած պատրաստություն կապում եմ բնության հետ։ Շատ հաճախակի եմ շրջում այգիներում, մոտակա անտառներում և ամեն ինչ տեսնելիս ես դրանք հավաքում եմ, մտածում եմ, որ մի օր պետք կգա, չնայած հենց այդ նույն պահին ես արդեն տեսնում եմ, թե դա որտեղ պետք է օգտագործեմ։ Ծովափում զբոսնելիս ես այս շիշկաները տեսա
Եվ որոշեցի, որ սրանցից տանիք կարելի է պատրաստել, բայց երբ, ինչ տանիք, չգիտեմ, հետո հենց արդեն բերում եմ, արդեն որ սկսում եմ աշխատանքները, տեսեք, այսպես հանում ենք, արդեն աշխատանքները երբ սկսում եմ, այդ ժամանակ արդեն միտքը գալիս է պայծառ և մենք աշխատում ենք։ Հետո այսպես ճիշտ է, սա շատ գեղեցիկ համբերատար աշխատանք է պահանջում, պետք է սիրեք, պետք է համբերություն ունենաք, չպետք է շտապեք, որ շուտ անեմ, վերջացնեմ։ Հետո տեսակ, առաջին շարքը դասավորելուց հետո արդեն անցնում ենք երկրորդ շարքին, հետո անցնում ենք այսպես երրորդ շարքին և տեսեք ինչ է ստացվում արդյունքում, գեղեցիկ տանիք է ստացվում և սա փչակով տուն է, փչակ է, հետո թե ինչ կդնեմ, ինչ կանենք, արդեն ընթացքը մեզ ցույց կտա, ես անընդհատ այդ ժամանակ ինձ մոտ մտահղացումներն առաջանում են աշխատելու ընթացքում։ Ահա սիրելիներս, ուրեմն հասանք ավարտին, տանիքը պատրաստեցինք, վերջում եկանք, բարձրացանք սուր գմբեթը, հետո ես այսպիսի մամուռներ եմ գնում արհեստական և կարող եք նաև բնականը օգտագործեք, մեր բնության մեջ հաճախակի ենք հանդիպում ու վերջում այսպես մի թեթև մամուռ կդնեմ, կսոսնձեմ նորից տանիքին, որպեսզի իբր խոնավությունից անտառում ծառի, մի խոսքով փչակը խոնավացել է։ Տանիքը պատրաստեցի, սա կթողնեմ վերջում, որովհետև վերջնական ձևավորումը կանենք վերջում։ Եվ այստեղ մի հատ լուցկու հատիկներով այսպիսի աստիճան եմ պատրաստել և կդնեմ աստիճան այսպես, ուղղակի կդնեմ, չեմ ամրացնի, կամ միգուցե կամրացնեմ, այսպես, ուրեմն սա ընդամենը այս կոճղի առաջին հատվածն է, որ պատրաստեցի, արդեն մնացած ձևավորման ժամանակ նորից կանդրադառնանք, այսքանը։ Հաջորդ էտապը, ինչպես տեսակ, սա ցուցադրեցի, այս անցում են ասում, աստիճաններ չի, ուղղակի այս վերևից պետք է իջնեն ներքև։ Ուրեմն սա արեցի, տեսնում եք, այս ճոպաններով այսպես ամրացրեցի, սա եղավ։ Հաջորդը ճոճարանն ենք արել արդեն, տեսեք, թելերով կապեցի, ճոպաններով, տակը ամրացրեցի, այստեղ անցքեր եմ արել, փոքրիկ այսպիսի տախտակի վրա, և պետք է վրան տեղադրենք ինչ-որ մի գործող անձի։ Հիմա այս մասին, փոքրիկ պատմություն այդ տիկնիկի մասին։ Ուրեմն ես մի 3 ժամվա մեջ այս տիկնիկը գործեցի, տեսեք, գլուխը, մազերը, գլխարկը, հելյունով գործել եմ, այսպես շապիկը, տեսեք, շապիկը, կիսաշրջազգեստը և տիկնիկին պետք է տեղադրենք վրան։ Ես գործեցի, վերջացրեցի, տիկնիկին տեղադրեցի և ինչ անհարմար բան ստացվեց, երբ որ տիկնիկն ընկավ, ես տեսա, որ ինքը ներքնազգեստ չունի և ստիպված եղա ներքնազգեստն էլ գործել, որպեսզի անհարմար բան չստացվի, հանկարծ չնայեք, ահա, իջացնենք և այսպես մեր տիկնիկը պատրաստ է և գործելու ընթացքում ես մետաղաձողեր եմ դրել, մետաղեթելիկներ ավելի շուտ դրել եմ, որպեսզի հեշտությամբ ծալվի ծունկը, ձեռքերը բացվի, փակվի։ Հիմա տեսեք ինչպես եմ տեղադրելու մեր տիկնիկին այստեղ, հիմա կտեղադրեմ, կտեսնեք, առանց սոսնձելու կարող ենք տիկնիկին դնել և հանել։ Ես ձեզ ինչ եմ ասում, ես սա պատրաստում եմ այն նպատակով, որ պետք է ձմռանը նույնպես օգտագործեմ ձմեռային թեմաների համար և այս տիկնիկի փոխարեն կնստացնենք մի ուրիշ երեխա, ձնե մարդ, մի խոսքով, ահա, խնդրեմ տեսեք, մեր տիկնիկը արդեն տեղավորվեց, կարող ենք, այսպես հանգիստ, այստեղ էլ նկատեցիք երևի թելերով կապել եմ, ուղղակի մի քիչ վայրենի տեսք տալու համար անտառային, այսպես մեր տիկնիկն է տեղավորվեց, հիմա արդեն այս մակերեսը, ինչպես ես ասացի, ես այսպիսի խոտեր, մամուռներ եմ գնել,
կշարենք, քարիկներով սալիկներ կանենք, արդեն մնացած ձեր մտահղացումներ, ինչպես հետո կարող եք լույսեր դնել այստեղ, երեկոյան ավելի գեղեցիկ կփայլի շուրջ բոլորը։ Հիմա հիմնականում ձեզ սկզբնաղբյուրը ինչից ստեղծվեց, ինչպես պատրաստեցինք, ոչ մի ֆիզիկական գործողություն չենք կատարել, շատ մեծ ջանք ու եռանդ չենք դրել։ Տիկնիկը հոգ չէ, եթե դուք գործել չգիտեք, կարող եք այսպիսի փոքրիկ տիկնիկներ վաճառվում է, կարող եք նույնիսկ տիկնիկի փոխարեն մի հատ, ինչ ասեմ, հավիկ դնել, բադիկ դնել, որը որ համապատասխանում է զատկի թեմաներին։ Այսպես, այսքանը, այս էլ մեր մոտեցնենք մեր տիկնիկին, տեսեք հետևից էլ շատ գեղեցիկ է երևում, տիկ-տակ, այսպես, ուրեմն, երեքն էլ պատրաստվեց, հիմա ես դնեմ, կիսա պատրաստեն, լրիվ չենք ավարտել, տեսեք սա և ծառի փչակը, փչակում բուն կա, ու վրան կկուն, սա էլ աստիճանը, տեսեք, այսպես գեղեցիկ, պատրաստվեց, հիմա ինչ եմ անելու, անցնենք արդեն հաջորդ հիմնական, մշտական, վերջնական թեմային, ահա սիրելիներս, ուրեմն այս մեկը համարյա պատրաստ է, տեսեք, ուրեմն ինչ, տեսակ ինչ արեցի, ես վերցրեցի խոտերը, այսպիսի մամուրները, ուղղակի դրել եմ, որովհետև ձեզ նորից եմ ասում, ես սա պահում եմ ձմռանը ձյուն կդնեմ, արդեն դրա համար չեմ ուզում սոսնձեմ, տեսեք քարերը, ասացի չէ, ծովափից հավաքել էի, հիմա ձեզ ցույց տամ, նայեք, տեսեք ինչքան քար եմ հավաքել, այսպիսի աշխատանքների համար, այստեղ էլ ունեմ, նույնիսկ խխունջներ, սա դրեցի, ծաղիկներ, արհեստական ծաղիկներ են ուղղակի սոսնձել եմ կամ դրելիք վրան, սա պատրաստ է համարյա, արդեն հետո լույսեր կդնեմ և այլն, այս մի էտապից ավարտեցինք այս մի էտապը, հիմա անցնենք, տեսեք հետնամասը ոչինչով չի տարբերվում, այնպես եմ արել, որ դնենք հարմար տեղում, երկու կողմից էլ պարզ կերևա, սա պատրաստ է, տեսեք, ոչ շատ ֆինանս ենք օգտագործել, ոչ շատ ջանք ենք օգտագործել և շատ գեղեցիկ ժամանակ անցկացրեցինք այս հետաքրքիր աշխատանքի վրա։ Ահա և վերջ ավարտեցինք, հիմա տեսնենք վերջին գեղարվեստական ձևավորման պահը։ Ինչպես ասացի, սա ծառի փչակն էր, որտեղ որ փոքրիկ դուռ էի պատրաստել, տանիքը, շիշկաներով չէ, պատրաստեցինք, գլխին փոքրիկ խոտեր դրեցի, մամուր, մամրակալված, տեսեք, սրանք ևս տեսեք, ծառից կտրած փայտիկներ են, փոքրիկ կտորներ են, ծառի ճյուղերից, կտրած ճանապարհը, սա այսպես, անցնենք հաջորդին, սա մեր աղջնակը, տեսակ քարերը, հենց այս քարերն էին, որոնք որ ասացի ծովափից հավաքել էի, մտածել ինչ-որ միտեղ պետք կգար և ահա տեսեք որտեղ պետք եկավ ճանապարհի համար, ծաղիկները արհեստական ծաղիկներ են, խնդրեմ, արտաքին տեսքը, աղջիկն էլ ջոջվում է, խնդրեմ, երրորդը, տեսեք այստեղ ևս ծառի կոճղի վրա, սպասեք շուտ տամ, տեսեք, ծառի կոճղի վրա ամրացվել էր, տեսնում եք, ես ոչ մի ֆինանսական ծախս չի կատարվել, ամեն ինչը հավաքած կողքերից, տարբեր տեղերից հայթայթած, այսպես ասած, ապրանքներով պատրաստեցինք այս գեղեցիկ տեսարանը, հիմա տեսեք արդեն հեռվից, թե ինչ տեսք ունի, այս պատվանդանը մետաղյա պատվանդան է, որը նախատեսված է ծաղիկներ կրելու համար, տեսնում եք անցքերը, սրանք ես շատ վաղուց վերցրել էի, էլի նորից հայթայթել էի, ներկել եմ, սև ներկով և օգտագործում եմ նմանատիպ
ձևավորումների համար։ Տեսնում եք ինչքան գեղեցիկ ստացվեց։ Հիմա ձեզ մոտավոր ցույց տամ, այստեղ ուրեմն տեսեք վերցրել եմ սովորական ծառի ճյուղերը։ Ծառի ճյուղը, ծառերը կտրելուց այս ճյուղը ես անմիջապես վերցրեցի։ Տեսնում եք սա, այստեղ ապակե վազա է, ուղղակի սա եւս պատվանդան, դրել եմ ծառի ճյուղերը, վրան արդեն զարդարել եմ այսպիսի ձվիկներով, խնդրեմ, սա իմ ծաղիկներն են, սրանք պատրաստել եմ ձվերի համար, արդեն ձվեր կդնենք, սրանք գնված են, սա ես եմ գործել, օրինակ, որը որ ես եմ գործել, ձեզ ցույց տամ, սա մայրիկն է, սա ձագն է, նախատեսված է նորից զատկի ձվերը կրելու համար, այսպես, սա այսպես, սա էլ ձագուկն է, տեսեք արդեն ձուն դրված է մեջը մի ձվի համար, իսկ մայրիկի թիկունքում կարող եք մի քանի հատ ձու դնել։ Որոշեցի ձայնը հանեմ, ուղղակի Սուսանան ձեզ ցույց էր տալի դեկորացիան եւ ես խոսեմ։ Գիտեք ինչու երեխեք, որտեվ չդիմացան։ Ժպիտը երեսիս մոնտաժ էի անում, զմայլված նայում էի ու գիտեք ինչ ես մտածեցի, որ մարդը չի փոխվում։ Մեր Սուսաննան միշտ ստեղծագործական ջիղ ա ունեցել, եւ տեսակ իր գրածները, եւ ինքը փոքր ժամանակվանից մեր համար այս բաներ էր պատրաստում, ենք ուրախ նայում էինք, սա հրաշք է։ Ուրեմն մոնտաժ անելուց հավաքելուց վիդեոն զգացի, որ ինչ որ գլուխը սկսեց ցավալ։ Բերանս նենց էի ձգել ծիծաղում ժպիտը երեսից, որ զգացի, որ երկար ժամանակ ձգված է մնացել։ Երեխեք, սա իրոք հրաշք է։ Ես գիտեմ, որ դուք բոլորը սիրում եք իր աշխատանքները, բայց ես չկարողացա չխոսել։ Մի հատ խնդրում եմ, այս տիկնիկը նայեք, ամբողջությամբ գործած, պայուսակը գործված, բանտիկները նայեք գլխի։ Ես ուրախի ուղղակի խոսքեր չեմ գտնում։ Շիշկաներով ծաղիկները նայեք, ժողովուրդ ջան։ Սա պիտի մտածեք, սա պիտի ունենաք երևակայություն։ Հələ պուճուր նապաստակները նայեք այդ գործած ամբողջ իր աշխատանքն է եւ գիտեք ինչ ձև է անում, ամեն ինչը սիրով։ Ինքը կյանք է մտցնում, հոգի է մտցնում այս տիկնիկների մեջ։ Տեսակ են փոքրիկ են տիկնիկ են, քան եմ ծիծաղացել, ես չեմ տեսել, ինքը ինձ ուղարկել էր նայում է, ասեց որ տեսա որ ներքնազգեզ չկար, ամիջապես դա էլ է գործը, որպեսզի այդ ճոճարակի վրա երեխայի կիսաշրջազգեզը չբարձրանա, անհարմար չլինի։ Սա ուղակի հրաշք է։ Ինչ ասեմ, Սուսան ջան, ձերքերդ, ուժդ, անսպար, առողջ լինես, երկար տարիների կյանք ունենաս թորնիկներ, թորնիկներիդ համար ես ամենը պատրաստես եւ մեր թորնիկների բոլորի, ոնց որ մինչեւ օրս մյուս քույրերիս, երեխաների, եղբորս երեխաների համար է իրանում, նաեւ անես մեր թորնիկների համար։ Իմ պատրաստած այսօրվա 3 կոճղերի հեքիաթը։ Ամեն մի կոճղը իր վրա մի հետաքրքիր պատմություն է կրում։ Ահա եւ սա։ Հետևում են այստեղ էլ իմ ծաղիկներն են, որ սկսել են արդեն ծաղկել։ Տեսեք ինչ գեղեցիկ ծաղիկներ են տվել, կալանկո է։ Սա էլ կասեք ես ինչ տուփա, տեսեք ինչ եմ արել։ Ռեհան եմ ցանել։ Այստեղ արդեն բավականին ռեհանչիկները դուրս են եկել, այստեղ էլ տեսեք, ռեհանները արդեն փոքրիկ դուրս են ծլել, այստեղ ջերմոցի մակարդակի ինչ-որ մի բան եմ պատրաստել, որտև արևը ամբողջ օրն այստեղ է, ես վերանդայում արևը ընկնում, դրա համար պատրաստեցի, ահա, սա էլ արդեն բնության ֆոնի վրա, տեսեք ինչ գեղեցիկ է դուրսը խոտը, կանաչ, սիրուն, այստեղ էլ, չնայած կապ չունի զատկի հետ, բայց ուզում եմ ձեզ ցույց տամ իմ դրսի ծաղիկները, ժասենտները, որ արդեն ծաղկել են, դուրս են եկել, այստեղ տեսեք նարգիզներս, արդեն նոր սկսում են դուրս գալ, այստեղ էլ, տեսնում եք ինչքան գեղեցիկ է,
Ահա, ցույց տամ նաև ձեզ մեր կերասի ծառը, որ կտրեցինք, վայր ընկավ եւ դրանից պատրաստեցինք այսօրվա գեղեցիկ հրաշքը։ Ուլա, այստեղ կատու է, եկեք փորել։ Ահա, սա մեր ծառը կտրեցինք։ Այս էլ ձեզ ցույց տամ։ Ուրեմն այս ճյուղը պահել եմ, այս ծառից տեսնում եք, այս ճյուղը ամբողջությամբ պահել եմ, այդ վրայի կեղևը լրիվ պետք է հանեմ, մշակեմ, գեղեցիկ, սա մի օր կպատրաստեմ, բավականին մեծ աշխատանք է պահանջում, եւ այս ամեն մի ճյուղի վրա պատվանդաններ եմ դնելու, կլինի հարկերով պատվանդան, որ հետա ներսը կդնեմ, որ գեղեցիկ ծաղիկներ դնեմ։ Սա էլ մեր փայտերը, սա էլ մեր փոքրիկ բակը, բայց լավ է, այդ վիշնյայի ծառը չի, շատ լավ վիճակում է, դեռ որ, սա էլ ծիրանենին է, արդեն սկսել է փոքրիկ բողբոջիկներ տալ, վիշնյան էլ արդեն սկսել բողբոջել, լավ է, սրանք էլ արդեն երևի ցույց եմ տվել, համեմները, տեսնում եք ինչքան լավ ցանել եմ ձմեռը, համեմը դուրս է եկել, այստեղ էլ մալինաներն է, դրանք էլ հետո դուրս կգան, սա էլ ավելուկն է, սա էլ պետրուշկան է, մաղադանոսը, սրանք էլ սոխեր են, այսքանը, սա էլ արդեն, այդ ինչ որ ձեզ մինչև առած սրանից առաջ ցույց տվեցի, դա մեր պատշգամբն էր, հիմա այստեղ արդեն մտանք տուն, ուրեմն այստեղ փոքրիկ սեղանիկ ունեմ, այս սեղանիկի վրա եւս զարդարել եմ իմ ամբողջությամբ իմ ձեռքի աշխատանքներով։ Հիմա ձեզ մեկ առ մեկ ցույց կտամ։ Տեսնում եք խոզուկին, ֆուտբոլիստ, խոզուկին, իր գնդակը ձեռքը, կոշիկները, սա մեր նապաստակն է, իր պայուսակով, տեսնում եք, այսպես, սա մեր մայր խոզուկն է, շատ տեսեք պայուսակը, սա մյուս խոզուկը, տեսնում եք բոթասները, խնդրեմ, և մյուս նապաստակը, մեխակները եւս իմ գործածներն են, այս մեխակներն էլ են իմ գործածները, ծաղիկները նմանապես ես եմ գործել անյուտայի աչիկներ, մի խոսքով այս անկյունը, տեսեք, հենց ինքը արդեն հիշեցնում է մեզ Զատկեի տոնը, սա արդեն մյուս սեղանի վրա եմ դրել, այստեղ եւս այս ջուտիկները նույնպես ես եմ գործել, այս փոքրիկ պատիկները, 2 տղամի աղջիկ, սրանք կնված է, այսպես, սա էլ ես անկյունը, վարդերը եւս իմ աշխատանքներն են, գործած վարդերն են, անթառամ վարդեր, ջրելու կարիք չունենք, խնդրեմ վերևից, Je cueille cette fraise pour toi. Oh, merci beaucoup. Ժողովուրդ ջան, եկա ճիշտ ասած նախքան կլիենտներից գալը որոշեցի մի 2 բարով վերջաբանն այսպես ավարտել։
Այս բլոգի վերջում, որովհետև ինչ ասեմ, հիացած եմ ես, անգամ ես որ հավաքում եմ բլոգը, ես հիացած եմ Սուսաննայի աշխատանքով եւ այդ վերջաբանը, որ ինքը իր կենթանիներին կյանք է տվել եւ երաժշտությամբ դա մի հրաշք է։ Ես անդա դնում էի ու ծիծաղալով նայում, ժպտում էի, միայն ժպտում էի, այնց էի ժպտացել, ցավում էր արդեն երեսս, դեմքս։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ քեզ իմ սիրուն Սուսան ջան, գիտեմ որ բլոգը նայելու ես մինչև վերջ։ Ցանկանում եմ որ երանդդ անպակաս լինի, ցանկանում եմ տաղանդդ անպակաս լինի։ Ցանկանում եմ քեզ առողջություն ամենակարևորը։ Ցանկանում եմ, ինչպես ասեցի, որ այդ ամեն գեղեցկությունը վայելեն քո թորնիկները եւ դու էլ վայելես քո թորնիկների ուրախությունը, դա եմ ցանկանում։ Դե ինչ սիրելիներս, եկեք ավարտեմ իմ բլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ հրաշալի օր եւ ինչպես միշտ ասեմ պակա-պակա, քանի որ ձեզ սպասում են բավականին հետաքրքիր բլոգներ, օրերը երկարել են, մենք քույրերիս հետ ավելի հաճախակի կհանդիպենք, եղբորս էլ եւ դուք կտեսնեք, ես շուտով պատրաստում ենք մայրիկի ծնունդը, փոքրիկ ծնունդը, ծննդատարեդարձ ենք նշում, ես ոչինչ բան չունեմ ցույց տալու, ապացուցելու, ուղղակի գիտեմ շատերից սպասում եք, որ դուք էլ մեր հետ անցկացնեք թեկուզ 5 րոպե, 6 րոպե այդ արարողությունը նախքան պատրաստել է, ինչ ենք պատրաստում եւ այլն եւ այլն։ Դե ինչ սիրելիներս, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ եկեք ձեզ ասեմ պակա, պակա։